Քաղաքացիական օդանավերը այլևս թուրքական երկնքով սավառնել չեն կարող, Թուրքիան փակել է օդային տարածքը։ Սիրիական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքը արգելված է նաև Եվրամիության տարածքով։ Որոշումը կայացվել է այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարների նիստին։ Լյուքսեմբուրգյան հավաքին ընդունվել է Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական 18-րդ փաթեթը, ընդլայնվել է սիրիացի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սև ցուցակը, որոնց տեղաշարժը Եվրամիության տարածքում սահմանափակվում է, ինչպես նաև սառեցվում են նրանց ակտիվները։ Այսպիսով Եվրոպական միության պատժամիջոցները տարածվում են Բաշար Ալ-Ասադի եւ նրա շրջապատի 181 մարդու վրա։ Իսկ թե ինչ է կատարվում բուն Սիրիայում, Դավիթ Մուրադյանն է հետևում միջազգային լրահոսին։ Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիայի քաղաքացիական օդանավերի համար, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Անկարան այդ քայլին գնացել է ի պատասխան Սիրիայի կառավարության իր օդային տարածքը Թուրքիայի օդանավերի առաջ փակելու որոշման։ Ահմեդ Դավութօղլուն նաև քննադատել է Սիրիայի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկը։ Անկարան մի քանի անգամ արդեն մերժել է սահմանային բախումները կարգավորելու համար երկխոսություն սկսելու առնչությամբ Դամասկոսի առաջարկը։ Իսկ Լյուքսեմբուրգ Սիրիական կազմակերպության բանկային հաշիվները։ Այդպիսով ըստ Եվրամիության արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի, հին աշխարհամասը փորձում է Դամասկոսի վրա ճնշում գործադրել, որպեսզի Ասադի վարչակազմը դադարեցնի ապստամբների դեմ պայքարը։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին էլ Իրանի մայրաքաղաքում քննարկել է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիները։ Բրահիմին եւ Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին անդրադարձել են ճգնաժամի կարգավորման իրանական նախագծին։ Լախդար Բրահիմին առանց այդ նախագծի մանրամասները բացահայտելու նշել է, որ այն դրական ազդեցություն կարող է ունենալ խնդրի կարգավորման հարցում։ Իրանի արտգործնախարարն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սերտորեն գործակցել իր բնորոշմամբ անաչառ կազմակերպությունների բանագնացի հետ եւ աջակցել նրան։ Իսկ Սիրիայի ճգնաժամը գնալով խորանում է։ Բանակը Սալուք քաղաքում չեզոքացրել է մի քանի տասնյակ ապստամբների։ Հոմս քաղաքում եւս զինված ուժերը ռմբահարել եւ ոչնչացրել են զինյալների մեքենաները։ Ապստամբներ են ոչնչացվել նաեւ Դամասկոսում, Թալ Կալախում եւ այլ քաղաքներում։ Ըստ սիրիական աղբյուրների, ապստամբները ցանկացել են հարձակվել խաղաղ բնակչության վրա եւ դա ներկայացնել որպես բանակի պատժիչ գործողություն։ Reuters գործակալության տվյալով նախորդային բանակի եւ ապստամբների բախումներից զգալի վնաս է հասցվել Հալեպի պատմական շինություններին։ Reuters-ը նշել է, որ անցած օրերի ընթացքում երկու կողմեր միմյանց դեմ կիրառել են ծանր հրետանի։ Միաժամանակ ապստամբները պնդել են, թե Իդլիբ նահանգում կարողացել են ոչնչացնել կառավարության ռազմական ինքնաթիռներից մեկը։ Սիրիայում շարունակվող կռիվները պատկերող տեսագրություններից մեկի հեղինակները պնդել են, թե երեկվա ընթացքում երկրորդ օդանավն է կործանվել Հալեպի մոտակայքում։ Իսկ Դամասկոսում պայթած ռումբը վնասել է շրջակայքի շենքեր ու մեքենաները, զոհեր եւ վիրավորներ չկան։ Ըստ Սիրիայի Սանա գործակալության 3 Դամասկոսի սրճարաններից մեկում մահապար ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, որի հետևանքով սակայն նույնպես ոչ ոք չի զոհվել, բացի ահաբեկչից։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Բաքուն չի արդարացրել արևմուտքի ակնկալիքներն ու հույսերը, գրում է հանրահայտ Forbes ամսագրի վերլուծաբանը։ Մեթյու Հալբերթը նշել է, որ թեև այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս հոխորտալ British Petroleum-ի հասցեին, սակայն նա պետք է չմոռանա, որ ընկերությունը հիասթափված է ադրբեջանական նավթի հանքերի կարողություններից։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ 2009 թվականից սկսած ադրբեջանական նավթի արտահանման ծավալը տարեկան մի քանի տասնյակ միլիոն տոննայով պակաս է եղել սպասվածից։ Բոլորն էլ գիտեին, որ ադրբեջանական հանքերի պաշարների մասին կանխատեսումները իրատեսական չեն, նշում է ամսագիրը։ Forbes-ը արձանագրում է, որ Իլհամ Ալիևի համար նավթը այն սոսինձն է, որը դեռևս կարողանում է միմյանց հետ ամրացած պահել հասարակության տարբեր խավերին։ Ըստ ամսագրի, բնական հանածոյի բացակայության դեպքում Ալիևը այլևս ոչինչ չի ունենա, եւս մի քանի տարի եւ Ադրբեջանը նավթով հարուստ երկրից կվերածվի նավթազուրկ պետության, նշում է ամսագիրը։ Սակայն Ալիևը դեռևս պահպանում է գազի հանքերի շահագործումից օգուտ ստանալու հույսերը։ Իլհամ Ալիևը նաեւ պետք է չմոռանա, թե ինքնով է եւ որտեղում է գտնվում Ադրբեջանը համաշխարհային նավթարդյունահանման թատերաբևում։ Ալիևի հոխորտանքը կարող է նրա համար ճակատագրական լինել, սակայն նա լավ է հասկանում, որ առանց British Petroleum-ի եւ մյուս ընկերությունների անձնական եկամուտ այլևս չի ունենա, եզրափակում է Forbes ամսագիրը։ Նոբելի ամրցանակը տնտեսագիտության ոլորտի ձեռքբերումների համար այս տարի շնորհվել է ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոյթին եւ Լոյդ Շեպլինին։ Նրանք մրցանակին արժանացել հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո կարևորվող տնտեսության միջոցների ճիշտ բաշխման մասին իրենց հեղինակած մեխանիզմի համար։ Նրանց աշխատությունը կոչվում է կայուն ավանդների եւ շուկաների պլանավորման տեսություն։ Մրցանակը 8 միլիոն շվեդական կրոն է կամ մոտ 930 000 եվրո։ Գումարը ի տարբերություն մյուս պարգևատրումների կհատկացնի ոչ թե Ալֆրեդ
Ալֆրեդ Նոբելի ֆոնդը, այլև Շվեդիայի կենտրոնական բանկը։ Պատճառն այն է, որ ժամանակին Ալֆրեդ Նոբելը մրցանակ չի նախատեսել տնտեսագետների համար։ Պետմիջոցների չարաշահումների նոր բացահայտումների մասին խոստումների կատարումը չուշացավ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր հրապարակել է մանկատներում եւ տարեցների տներում սննդամթերքի եւ տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության արդյունքները։ Պարզվում է, որոշ մանկատներ եւ ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչեւ 200% թանկ գնով։ Հանձնաժողովը այս անգամ չի բավարարվի միայն տուգանելով մատակարարներին։ Կազմելու են սև ցուցակներ, որոնցում հայտնվածները ընդհանրապես հնարավորություն չեն ունենա մասնակցելու պետգնումների շրջանակում անցկացվող մրցույթներին։ Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են 200-ից ավելի խախտումներ, որոնք ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Ծերանոցներին եւ մանկատներին սննդամթերք կամ տնտեսական ապրանք մատակարարող ընկերություններին տուգանքից ավելի խիստ պատիժ է սպասում։ Նրանք կհայտնվեն մրցակցային մարմնի սև ցուցակում, զրկվելով պետական գնումների գործընթացին մասնակցելու հնարավորությունից։ Մատակարար մի քանի կազմակերպություններ պետգնումների ժամանակ տարիների վեր միմյանց հետ համաձայնեցրել են տվյալ մրցույթում ինչ գին առաջարկեն, շուկան բաժանել են միմյանց միջև եւ հաջորդաբար հաղթել մրցույթներում։ Ապրանքները շուկայականից թանկ վաճառել սոցիալական հաստատություններին։ Օրինակ ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկը հնարավոր է ձեռք բերել 100 դրամից սկսած գնով։ Ըստ էության ընկերությունները մրցույթներում ապրանքները մատակարարել են մինչև 200%-ով ավելի բարձր գներով։ 18 մանկատուն եւ ծերանոց սննդամթերք տնտեսական ապրանք ձեռք բերելու համար 100 մրցույթ են հայտարարել։ Եղել են դեպքեր, երբ երկու տարբեր մատակարարներ մրցույթին ներկայացրել են նույն փաթեթը, նույն գնային առաջարկը, նույն կոնտակտային տվյալները, նույն տնօրենի ստորագրությունը։ Մանկատների ու ծերանոցների գնման պլաններում հստակ ուղղորդում կա, ոչ միայն նշում են, թե ինչ ապրանքատեսակ է պետք, այլև բրենդն են մատնանշում, առանց ընդգծելու համարժեք տերմինը, ասենք Արիել Լվացքի փոշու հետ միասին կարող էին նշել բինգոյի անունը, երկուսն էլ ըստ մրցակցային մարմնի մասնագետին նույն նպատակի համար են։ Հասկանալի պատճառներով այդ ապրանքի անմիջական ներկրողը եւ արտադրողը ստանում է մրցակցային առավելություն իր մյուս մրցակիցների, մրցույթի այլ մասնակիցների նկատմամբ։ Եթե մրցակցային մարմինը ապացուցի օրենսդրական այս խախտումը, ծերանոցների ու մանկատների ղեկավարները ուղղորդման համար եւս պատասխանատվություն են կրելու։ Շատ հաճախ ձեռքբերման փաստաթղթերից չի երևում, թե հատկապես ինչ տեսակ սնունդ կամ ապրանք է գնվել։ Նշված է գնված է Z, մինչդեռ սննդամթերքի տեսականին գնային եւ որակական առումով շուկայում բազմազան է։ Պետական գնումների ոլորտը շարունակելու է գտնվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում եւ մենք հսկողություն ենք իրականացնելու հատկապես բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների, բոլոր այն հիմնարկների գործունեության նկատմամբ, որոնք մեր ուսումնասիրությունների արդյունքներով աչքի են ընկել չարաշահումներով եւ խախտումներով։ Մատակարար ընկերությունները եւ սոցիալական հաստատությունները նման գործելավոճով սահմանափակել են մրցակցությունը, ոչ արդյունավետ օգտագործել բյուջեի միջոցները։ Հանձնաժողովը շատ շուտով կհրապարակի օրինախախտ ընկերությունների ամբողջական ցանկը եւ պատասխանատվության ձևերը։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Այն, որ երկրում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացվեցին, չի նշանակում, թե պատրաստվում ենք պատերազմի կամ այդպիսի վտանգ է հասունացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչները պարզաբանել են, որ զորավարժությունները սովորաբար պլանավորվում են 1 տարի առաջ եւ գալիք մարտահրավերների մասին գուշակություններ չէին կարող անել։ 45,000 պահեստային է մասնակցել մարտական պատրաստվածության զորավարժություններին եւ 5,000 միավոր զինտեխնիկա։ Պատերազմի չենք պատրաստվում, սակայն զորավարժությունները թույլ տվեցին համոզվել, պատրաստ ենք դիմակայել հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Պաշտպանության նախարարությունն այսուհետ 2-3 ամիսը մեկ զանգվածային լրատվամիջոցների ներկայացնելու է նախարարությունում իրականացվող բոլոր բարեփոխումների ընթացքը, արված աշխատանքները, նաև լրագրողների միջոցով պատասխանելու է հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Առաջին այդ առաքելության իրականացման համար ընտրվել էին մարտական պատրաստության եւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունների պետերը։ Հայաստանում նոր են ավարտվել միջազգային զորավարժանքները, նաև մարտական պատրաստության շրջանակում պահեստազորի զինակոչիկների մասնակցությամբ զորավարժությունները։ Պահեստազորիներից, որոնք մենք իրականացրել ենք, մի մասը կանչվեցին, մասնակցեցին կարճ ժամկետով, 1 օր տևողությամբ հիմնականում ֆունկցիոնալ պարտականությունների ծանոթացման, իրենց հաստիկային սպառայության ռազմական տեխնիկայի նորից ծանոթացման վերհիշմամբ, իսկ պահեստազորիների մոտավորապես 60%-ից ավելին ընդգրկվեցին արդեն ավելի երկար ժամանակով զորավարժություններին։
Հրամանատարաշտաբային վարժանքների հիմնական նպատակն էր ստուգել, թե պատերազմական իրավիճակում պահեստազորայինները ինչպես կկարողանան իրականացնել իրենց վերադրված պարտականությունները։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցող անձնակազմը եղել է 45,000, իսկ տեխնիկան 5,000 միավոր։ Զորավարժություններին մասնակցել են նորագույն հակատանկային միավորումներ։ Բոլոր պահեստազորայինները կամ զինապարտները, ովքեր որ հրավիրվել էին մասնակցել զորավարություններին, եկել են մեծ հաճույքով, հիմնական մասը մեծ հաճույքով, քանի որ դրանք արդեն ծառայություն անցած մեր անձնակազմ է, եւ դրա այս կարծում եմ պլանային աշխատանք է, որպեսզի մենք ունենանք պատրաստի ռեզերվ, մարդկային ռեզերվ։ Զորավարժություններն, ինչպես շեշտում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, չեն ենթադրում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացում։ Լայնամասշտաբ վարժանքները ծրագրվում են 1 տարվա ընթացքում եւ նպատակը բանակի եւ պահեստազորայինների մարտունակության բարձրացումն է։ Նախորդ տարի պլանավորվում են հաջորդ տարվա գործողությունները, եւ դու չես կարող նման զորավարժություն պլանավորես ըստ այդ իրավիճակին adekvat, եւ հետեւաբար ոչ մի կապ չի կարող ունենալ մեր կողմից իրականացված այսպես կոչված հարաբերականորեն մեծամասշտաբ պահեստազորի կանչը ինչ որ առավել հավանականության կամ պակաս հավանականության հետ։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նշում են, որ ըստ պլանային կարգի իրականացվում է սպառազինության տեխնիկայի նորացում։ Նրանք հավաստիացնում են, որ ուշադիր հետևում են հավանական հակառակորդի տեխնիկայի համալրմանը եւ հակակշիռ ապահովելու համար ձեռք են բերվում ակտիվ պաշտպանական միջոցներ։ Հայկ Հովհաննիսյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Ներքաղաքական խնդիրների մասին Ազգային ժողովի հանրապետական խմբակցությունը ակնկալում է, որ Վարդան Օսկանյանը ցուցմունք տա եւ ապացուցի, որ իրոք անմեղ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ասել է հանրապետական падգամավոր Նաիրա Կարապետյանը։ Նրա խոսքով իրենք գործը առաջ տանելու համար ընդամենը արդարադատությանը ճանապարհ են տվել։ Падգամավորը ավելացրել է նաեւ, որ նախագահական ընտրություններում ընդհանուր թեկնածու ունենալու հարցում ընդդիմադիր դաշտում միասնական կողմնորոշում դեռ չի տեսնում։ Քանի թեկնածու էլ ներկայացված լինի, եթե անգամ լինի շատ ուժեղ միասնական մեկ թեկնածու, ես ուզում եմ համոզված լինեմ, որ ամեն ինչ կանցնի ազնիվ պայքարում եւ ամեն ինչ կլինի արդար։ Եվ մենք կկարողանանք եւս մեկ անգամ ապացուցել, որ որևէ գլուխ կախելու կամ ամանչելու տեղ չունենք։ Ներքաղաքական զարգացումների թեմայով են այսօր զրուցել իմ գործընկեր Նվեր Մնացականյանն ու ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Առաջինի հարցազրույցը դիտեք ժամը 23:49-ին։ Սփյուռքի հարցերով նախարարության ձևավորման մասին նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը կատարված է, գաղափարը արդարացված։ Այսպես է գնահատել նախարարության 4-ամյա գործունեությունը նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այժմ նախարարությունը համագործակցում է Սփյուռքում գործող ավելի քան 30,000 հասարակական կազմակերպությունների հետ, նպաստելով ոչ միայն համայն հայության համախմբմանը, այլև Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Բազմաթիվ ծրագրերի իրականացման արդյունքում ըստ Հրանուշ Հակոբյանի մոտ 35%-ով ավելացել է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը։ 2008-ի համեմատ տասնապատիկ ավելացել է երկքաղաքացիություն ձեռք բերողների թիվը, ավելի քան 15,000 երկքաղաքացի։ 2012-ի գերակայություններից նախարարը առանձնացրել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպումը եւ Սփյուռք համառային դպրոց ծրագրի իրականացումը։ Վերջին տարիներին նախարարության ուշադրության կենտրոնում են հայտնվել հատկապես սիրիահայերի հիմնախնդիրները։ Այժմ Հայաստանում են գտնվում շուրջ 5,000 սիրիահայեր, ավելի քան 1,700 ընտանիք։ Հայրենիքում սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ընդունվել է 12 որոշում։ Հայաստանյան բուհերում այժմ սովորում է 200 ուսանող, ավելի քան 500 երեխա սովորում է դպրոցներում։ Որոշ հասարակական կազմակերպություններ պատրաստ են լուծել նաև սիրիահայերի բնակարանային խնդիրը, եթե նրանք համաձայնեն բնակություն հաստատել մարզերում։ Հարցերի հարցը ըստ Հրանուշ Հակոբյանի աշխատանքով ապահովելն է։ Մեր հայրենակիցները սովոր են ինքնուրույն գործ դնելու, իրենք ուզում են այնպես իրենց բարերով ասում են մեր խանութը ունենանք, խանութ ասածը ոչ թե մեր հասկացությամբ առևտուրաներն է, այլ ցանկացած սպասարկման ոլորտում աշխատելը դա իրենց համար խանութ է, նրանք ավելի շատ ձգտում են ինքնուրույն գործ դնելու, քան թե ինչ որ միտեղ աշխատելու, բայց չնայած դրան նորից նախարարությունը մեր գործատուների հետ, տարբեր կառույցների հետ անում է ամեն ինչ, որպեսզի նրանց աշխատանքը Հայաստանում ինչքան հնարավոր է արագացնի եւ նրանք գործ ունենան։
Սիրիահայ շատ ընտանիքներ հայրենիք վերադարձան դեռ 2006-ին, հաստատվեցին նաև Արցախում։ Դրանցից շատերը մեծ հաջողությունների են հասել գյուղատնտեսության ոլորտում։ Արցախի նախագահը պարգևներ է շնորհել սիրիահայ գյուղատնտեսներին, նրանց հետ նաև արցախցի հողագործներին եւ այգեգործներին։ Ստեփանակերտում 3 բերքի տոներ նշվում էր գյուղատնտեսի մասնագիտական օրը։ Աստված շատ պահել, շատ էլ սովիստավ, խղճ մտանքավ, ամեն հիշնել տին ծախում։ Աստված կմեգյան է, էզյանը հասեստի առատինի, աշխարում խաղաղությունի, մեր ջահել ջուրները շտանա, լևանա, հասեստի շատ բերք ու բարիքի։ Հույսներն Աստծո բարեհաճությանը, բայց եւ գիշեր ու զոր բանող արցախցիներն ամեն ինչ անում են agrarային երկրի համբավը պատվով պահելու համար։ Հոկտեմբեր ամսվա 2-րդ կիրակին գյուղատնտեսի օր են հռչակել ու աշնանարևի վերջին շողի հետ աշխատանքն ավարտել։ Ստացված բերքն էլ հանել օրհնության։ Աստված օրհներով առավ մեր աշխատանքը, որտիսի մեր ժողովուրդը իր հավալ քրտինքի վաստակը միշտ ունենա բավարար չափ։ Հազար ու մի բարիքով նման շոու առաջին անգամ չէ որ կազմակերպվում է Արցախում, բայց այսպիսի մասշտաբներ այն էլ վերածնդի հրապարակում երբևէ չի եղել։ 160 մեքենա ու տաղավար մասնակիցները հանրապետության բոլոր շրջաններից են, բերած բարիքն էլ վաճառում են շուկայականից ցածր գներով։ Գյուղատնտեսության նախարարը, որ հպարտությամբ էր շրջում տնավաճառում, գերազանց գնահատել է Քաշաթաղի շրջանի մասնակցությունը, որը կազմում էր 50%։ Գյուղատնտեսության տարեկան 12-ից 15% հնայի նշաձող սահմանած ոլորտի ղեկավարը խոստանում է, որ եղած արդյունքներով չեն սահմանափակվելու, աճելու են գյուղատնտեսությանն ուղղող պետական ծրագրերը։ Այս տարի իրականում լիարատ բերք կար, թե հացահատիկի, թե բանջարաբոստանային, դա մեզ հուշում է ներկայացված ապրանքատեսակները, եւ մենք փորձել ենք սա, քանի որ տարիներ շարունակ մեր նախնիներից մեզ փոխանցվել է, որ բերքի տոնը դա ազգային տոն է, մենք որոշել ենք հենց այդ նկատառումներով վերականգնել մեր ազգային ավանդությունները եւ արտեստը հաջողվել է։ Առավոտից մինչև երեկո կարող էր համտեսել ու օջախի համար ամբարել Արցախ աշխարհի գետահովիտների ու լեռնալանջերի, դաշտերի ու այգիների բազմաբույր ու նրբախամ պտուղ բանջարեղենը, ընդեղենը եւ որ ամենակարևորն է արցախյան բրենդերի տեղական արտադրանքը։ Բերքի խնջույքին ժողովրդի հետ մասնակցել է նաեւ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Նա չի շրջանցել եւ ոչ մի տաղավար, հետաքրքրվելով գյուղացու հոգսերով ու համտեսելով նրանց հյուրասիրությունը։ Տոնավաճառին կարելի էր հանդիպել նաեւ Արցախին ծանոթ բարեկամների։ Արցախցու զորությունը գիտեմ, արցախցու կամքը գիտեմ, արցախցու հպարտությունը գիտեմ եւ երջանիկ եմ դրանով։ Տոնն առանց խորովածի ու այցեքարժենգյալով հացի անցնել չէր կարող։ Արցախյան հողի բույրը եւ ոչ մեկին անտարբեր չթողեց, իսկ առավել հնարամիտները դրան ավելացրել են նաեւ գեղագիտական լուծումներ։ Մարդը ուտում է աչքը տեսնելով, շոյելով, դա եւ վերջապես աշխատանքի շնորհիվ է սա, հողի հետ կռիվ տալու շնորհիվ է, չէ՞ ստեղծվում արարում։ Սեր կա սրա մեջ դրված։ Տոնի առիթով նաև արցախյան հարսանիքն է ուրախ նվակով թնդացել հրապարակում, որից հետո երկրի ղեկավարը գյուղ ոլորտի երախտավորներին հրավիրել է նախագահական նստավայր ու նրանց վաստակի համար պարգևատրել պետական պարգևներով ու թանկարժեք նվերներով։ Գյուղատնտեսությունը եղել է, կա եւ կմնա մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից մեկը։ Եվ դա պատահական չէ, քանի որ նման կարևորությունը պայմանավորված է մեր ժողովրդական տնտեսության, պատմության եւ աշխարհագրության յուրահատկություններով։ Արցախի հողորի հետ միասին պարգևի արժանացել են նաև սիրիահայ գյուղատնտեսներ, ովքեր դեռ 2006-ին ժամանել էին Արցախ, իրենց գիտելիքն ու կորովը ներդրել արցախյան հողում։ Սիրիահայ գյուղատնտեսների ուղերձն իրենց հայրենակիցներին մեկն է։ Ես իրենց ամեն ինչով, ինչպես որ գսեն, աջակցիմ մեր պետության հետ միասին աշխատենք, որովհետեւ երկիր առաջ տանենք, մենք ալ առաջ գնանք ու գյուղատնտեսություն զարգացնենք։ 100% հարուստ սննդով հողամասեր են, շատ հարուստ է ամեն ինչով։ Մերիդակցիան Սամվել Սայյան, առաջին լրատվական։ Արհեստների տուն, որտեղ իրենց առօրյան են կազմակերպում Մարմավիրի մի շարք գյուղերի երեխաներ։ Լոնդոնաբնակ Գալչյան ամուսինների հիմնադրած արվեստի կենտրոնը գործում է Միասնիկյան համայնքում, սակայն այստեղ հաճախողները միայն այդ գյուղի մանուկները չեն։ Այստեղ երեխաներին սովորեցնում են դարբնություն, ատաղտագործություն, խեցեգործություն, արծաթագործություն, շատ այլ արհեստներ, կողմնորոշում նաև մասնագիտության ընտրության հարցում։ Արվեստի տանը արհեստների տոն էր, որը հանսովոր հյուրեր էր բերել Միասնիկյան համայնք։
Նոր թխվող լավաշի գլխապտույտ առաջացնող բույրը թոնրատան մոդել հավաքել Գալչյան մշակութային կենտրոնի այցելուներին։ Ամենահայկական հացը ԱՄՆ դեսպանին չնայած միշտ է դուր եկել, բայց որ աներևակայելի համ կունենա անմիջապես թոնների շուրթից պոկելուց հետո չի էլ պատկերացրել։ Առաջին անգամ եմ թոնրից նոր հանած լավաշ ուտում, ուրիշ համ ունի։ Առհասարակ հայաստանյան մշակույթն ու ավանդույթները շատ խորը արմատներ ունեն եւ չափազանց հետաքրքիր են։ Հետաքրքիր է հատկապես ուտելուն առնչվող մշակույթը։ Մենք ուտելն ենք շատ սիրում, դուք հայրդ հյուրասիրելը։ Ես ինքս ամերիկյան գյուղական միջավայրից եմ, լավ ծանոթ եմ այդ միջավայրին, բայց ինձ համար զարմանալի է լավաշի թխման ընթացքը։ Երբեք չէի պատկերացնի, որ հայուհիներն այդքան համեղ լավաշը ստանում են ծնկների վրա նստած դժվար դիրքով, կեցցեն իրենք։ Պակաս տպավորիչ չէր նաև թոնրատան հարևանությամբ գտնվող դարբնոցը, որտեղ ընկեր Խաչիկը նորելուկ երկաթագործներին սովորեցնում էր մետաղն իր կամքին ենթարկեցնելու այբուբենը, փոքրիկ դարբիններին իրենցից ձևակերպմամբ, դարբին մկոներին երկաթի հետ խաղի մեջ հրապուրել է հատկապես հալվող մետաղից դուրս ցատկող կրակի պարը։ Հիմնականում տղամարդկային ուժ պահանջող այս գործը սակայն գլուխ չի գալիս առանց երևակայության։ Մուրճի հարվածով չի միայն։ Գաղափարապես էլ կարելի է մոտիկանալ, որովհետև ինքը ճիշտ է, կոշտ գործը, բայց երբեմն նրբություններ է պահանջում։ Ազգային մշակույթ տարածող Միասնիկյան համայնքում գործող այս հսկատան իրենց երևակայությանը թռիչք են տալիս նաև ատաղձագործները, խեցեգործները, արծաթագործներն ու հայկական ավանդական այլ արհեստներ սովորեցնող վարպետները, աշակերտները Միասնիկյանի եւ հարակից համայնքների պատանիներն են։ Գյուղաբնակ երեխայի համար այս օրինակ կենտրոնը ոչ միայն զբաղվածության խնդիր է լուծում, այլև կողմնորոշում մասնագիտական ընտրության հարցում։ Բայց այն, որ ինձ համար հաճելի է այս գործով զբաղվելը, այն նաև ինձ հետագայում կտա եկամուտ, որով կարող եմ ընտանիքը պահել։ Մեր հիմնադիրները ստեղծել են բոլոր հնարավոր պայմանները, դպրոցը բացարձակ անվճարան, նույնիսկ գրենական պիտույքներ եւ այլ տրամադրում է դպրոցի երեխաներին, նույնիսկ սիմվոլիկ վարձ չունենք։ Այսինքն իրանց մնում է միայն գալ դպրոց։ Ու երեխեքը սիրում են դպրոցը, սիրով են գալ իսկապես։ Արհեստների այս տունը լոնդոնաբնակ Գալչյան ամուսինները հիմնադրել են 5 տարի առաջ իրենց վաղամեռիկ որդու միջազգային ճանաչում վայելող արվեստագետ Լևոն Գալչյանի հիշատակին։ Սփյուռքահայ ամուսինների ցանկությունը գյուղաբնակ երեխաների առօրյան ակտիվացնելն էր։ Շատ ուրախ ենք տեսնելու այս գյուղ շրջակա գյուղերից բավական մեծ թվով երեխաներ եկել մասնակցել են մեր ձեռքի արհեստի դասարաններին եւ դրանց մեջ արդեն ունենք 2-3 վարպետներ, որ իրենք արդեն ուսուցիչ են դարձել։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կազմակերպած այս ցուցադրությունը շարքայիններից չէր։ Միջև ցուցանմուշներին հասնելը այցելուները ծանոթանում են նաև դրանց պատրաստման գործընթացին։ Հայկական կոլորիտն իր մեջ էր առել նաև օտարերկրացիներին, շատերն առիթը բաց չէին թողնում հայկական պարերի շարժումները յուրացնելու համար։ Անմասն չէր նաև ամերիկացի դիվանագետը, որն ակտիվ հանդիսատեսից կամաց վերածվեց ակտիվ մասնակցի։ Այգուշ Ասլանյան, Էդուարդ Չախալյան, Առաջին լրատվական։ Օձունում բացվել է հայկական ներկապնակ միջազգային բացօթյա գեղանկարչության երկրորդ փառատոնը, որի մասնակցում են նկարիչներ 6 երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Լիտվայից, Բելարուսից, Լեհաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Փառատոնի հանդիսավոր բացմանը ջերմ հոսքեր են հնչել, ավելին նկարիչները հասցրել են օձունցիներին ցուցադրել իրենց առաջին աշխատանքները։ Ինչպես եւ սպասելի էր, գերակշռողը լորվա բնաշխարհն էր իր ձեռակերտ եւ անձեռակերտ հուշարձաններով։ Հայկական ներկապնակի մասնակիցները ներկա են եղել նաև Լոռիում տեղի ունեցած երկրորդ մշակութային միջոցառմանը։ Դսեղում անցկացվել է Թումանյանական օր։ Ամենայն հայոց բանաստեղծի պոեզիայի սիրահարները եկել էին հաղորդակցվելու մեծ բանաստեղծի աշխարհին, նաև իրենց գնահատանքը եւ ջերմ վերաբերմունքը հայտնելու մեծ հային։ Թումանյանի տուն թանգարանի հրապարակում միախառնվել են երգը, պարը, պոեզիան, վրձնահարվածները, որոնցում իշխում էր թումանյանական անմահ ոգին։ Բայց ճիշտը ասենք գյուղերում կատարվող զրկակները այսօր այստեղ հավաքված մարդկանց տրամադրությունը մեկ է թումանյանական ջերմ լիցքերով, թումանյանական մտահոգություններով, ինչու՞ չէ նաև թումանյանական պայծառատեսությամբ։
Նահանգներում պատվել են ամերիկահայ գործարար եւ բարերար Հրանտ Գյուլյանին, հանձնելով ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը եւ մեդալը Արցախի Հանրապետության Հայաստանի Պաշտպանության նախարարության մեդալները։ Հրանտ Գյուլյանը մեծ ներդրում է ունեցել ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ հայկական սփյուռքում բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։ Նրա ղեկավարությամբ են յուրաքանչյուր տարի Նյու Յորքի Times Square-ում կազմակերպվում հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ։ Հրանտ Գյուլյանը նաեւ նախաձեռնել էր դրամահավաք ներկայիս Թուրքիայի տարածքում պատմական Տիգրանակերտի հայկական եկեղեցու նորոգման համար։ Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակի կապակցությամբ եւ կրթության, մշակույթի, առողջապահության զարգացման ուղղությամբ զգալի ներդրումի համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով երախտագիտության մեդալը փոխանցվեց Միացյալ Նահանգներում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից Հրանտ Գյուլյանին պարգևատրեց ՄԱԿ-ում մեր երկրի դեսպան Կարեն Նազարյանը, որը նաեւ ընթերցեց Պաշտպանության նախարարի ուղերձը։ Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ուղերձում նշել է, որ Ղարաբաղի պատերազմի առաջին իսկ օրվանից անգնահատելի է այն ավանդը, որ ունեցավ Հրանտը մեր ընդհանուր հաղթանակի կերտման ճանապարհին ու շատ մեծ նյութական, բարոյական ու կազմակերպչական օժանդակություն ցուցաբերեց վտանգի մեջ գտնվող հայրենիքին։ Այսօր մեր համայնքներն աշխարհով մեկ նոր մարտահրավերների են դիմակայում, հատկապես Սիրիայի հայ համայնքի մասին պետք է հոգ տանենք բոլորս, անկախ նրանից թե որ համայնքային կառույցն եք ներկայացնում, պետք է ֆինանսական օժանդակություն ցուցաբերեք։ Հայաստանը եւ Սփյուռքը առաջ են ընթանում, հատկապես վերջին 20 տարիներին։ Հայաստանը մեր սիրտն է, սիրտը աշխատում է, որպեսզի մենք ապրենք։ Այս օրերին Երևանում է Տուրեցկու երգչախումբը, ռուսական հայտնի արտ խմբի մենահամերգը այսօր էր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայել Տուրեցկին։ Նրա խոսքով արվեստում, ինչպես կյանքում, պետք է անընդհատ զարգացում լինի։ Տուրեցկու երգչախմբի առանձնահատկություններից մեկն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարման փոխարինել երաժշտական գործիքների։ Երգացանկում ընդգրկված են շուրջ 10 լեզուներով երգեր։ Այսօր հրավիրված ասուլիսին խմբի ղեկավարը կես կատակ կես լուրջ անդրադարձել է նաև իր ազգանվան ծագումնաբանությանը։ Մեզ համար շատ հաճելի է, քանի որ առաջին անգամ ենք նման մեծ ծրագրով հանդես գալու Հայաստանում։ Ես ինձ միշտ հարց եմ տվել, ո՞րն է խնդիրը, ինչու դա ավելի շուտ տեղի չէր ունենում։ Միգուցե ազգանունը սեր պատճառը, Տուրեցկի, բայց ասեմ, որ նախքան հեղափոխությունը Լեհաստանում եղել է հրեական մի բնակավայր, որի անունը Տուրեց էր, այնտեղից էլ եկել է իմ ընտանիքը, որը Թուրքիայի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի։ Եվ վերջում Ադրբեջանում շոկային իրավիճակ է ստեղծվել, երբ Բաքվի Եվրատեսիլյան բեմում Քրիստալ հոլում հայտնվել է Հայաստանի ազգային խորհրդանիշը, հայոց եռագույնը, այն էլ համաշխարհային փոփաստը բազմամիլիոնանոց երկրպագուների բանակ ունեցող Շակիրայի ձեռքին։ Կոլումբացի երգչուհին Բաքվում անցկացված FIFA-ի կանանց մինչև 17 տարեկանների գավաթի խաղարկությունը եզրափակող համերգի հատուկ հյուրն էր։ Քրիստալ հոլում երգչուհին իր հայրենի Կոլումբիայի դրոշը գլխի վայր է բարձրացրել հազարավոր հանդիսատեսների եւ Ադրբեջանի ղեկավարությանը փաստորեն ցույց տալով Հայաստանի դրոշը, ինչը իրարացում է առաջացրել դահլիճում հավաքվածների շարքերում։ Խորհրդանշական է, որ այդ պատահականությունը տեղի ունեցել հենց այն բեմում, որտեղ հայաստանցիների մուտքը 2012 Եվրատեսիլին հայտնի պատճառներով տեղի չունեցավ։ Ուշագրավ է, որ ադրբեջանական առցանց մեդիադաշտի առաջատարներից Թրենդ Ազը հենց այդ ակամա հայկական դրոշով գլխավոր լուսանկարով է ֆոտոշարք ներկայացրել Շակիրայի բացառիկ շոուից։ Իդեպ կոլումբիական դրոշի կարմիրը ևս խորհրդանշում է ժողովրդի թափած արյունը հանուն անկախության։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանա Մեժլումյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։